Արմավիրի մարզում բանջարեղենը գյուղացիները աճեցնում են, անդեի գները ու նայի օրինակ Հուսեին պողոտա ինչ-որ խանութ հա լոլիկի գին։ Ըստ ժամանակակից տնտեսագիտությունը տարբերությունը կազմում տրանսպորտային ծախսեր։ Եթե 5 անգամ տարբերվում է, 100 դրամ ասե 500, ո՞նց կարան դա լինեն տրանսպորտային ծախսեր։ Չկա պատասխան։ Երևի ծախսերի հետ է կապված։ Լոլիկ ստանալու ծախսերը ներառված է գյուղացու ինքնարժեքի մեջ, այդ 100 դրամի մեջ։ Հարցը գիտես ինչու՞մն է։ Ինչու ես ու դու հաստատ նստած ենք հիմա փոխանակ գնանք Արմավիրից, նրանք կարալոկ վերցնենք Հուսեին պողոտայով վաճառենք։ Ինչի՞ մենք դա չենք անում։ Ռադիկալացնեմ մեր օրինակը, որ սենց վաբշե սուրայի շատ պարզ ձևով օրինակ պատասխանեք, ասեք մենք առևտրական չենք։ Չէ, լավ, ինչու մենք առևտրական չենք։ Օրինակ լավ սենց ասեմ, որ միանգամից պարզ ինչ եմ ասում։ Օրինակ երկրի առաջի դեմքը, ինչի դա չի դրանով չի զբաղվում։ Իրան պետք է հարցնեմ։ Չէ։ Բարև ձեզ, ձեր հետ կրկին Capital Plus podcast-ն է եւ այսօր շարունակելու ենք խոսել տնտեսական աճի եւ գիտատեխնիկական առաջընթացի ու նորարարությունների մասին։ Ողջույն Արկադ։ Ողջույն։ Թեման փաստորեն այնքան ծավալուն է, որ մենք ստիպված եղանք նորարարությունների ու գիտատեխնիկական առաջընթացի մասին այդ բովանդակությունը բաժանել երկու մասի, ըստ էության երկու տարբեր podcast-ներ ու հիմա շարունակենք, հա, ինչի վրա որ կանգ առանք։ Այո, քանի որ թեման արդիական է, մոդայիկ է, շատ բան կա ասելու սրա հետ կապված, դրա համար ստիպված շարունակում ենք այսօր նոր հաղորդման։ Ես պարզապես կուզենայի մենք սկզբից ամփոփենք շատ կարճ ինչի մասին խոսվեց նախորդ հանդիպման ժամանակ, եւ արդեն շարունակենք։ Մենք խոսում ենք, թե ինչպես է ընկալվում նորարարություն գաղափարը օրթոդոքսալ ժամանակակից տնտեսագիտության տեսանկյունից եւ այդ տեսակետը առհասարակ համընկնում է գրեթե մեծամասնության կարծիքի հետ, հա, որ նորարարությունը դա գյուտ է, հա, տնտեսական զարգացումը դա նորարարությունների միջով է տեղի ունենում եւ հետեւաբար ստեղծած ատելություն, հա, որպեսզի մենք զարգացնենք տնտեսությունը, մենք պետք է զբաղվենք նորարարություններով։ Սա է ամփոփ, հա, ինչի մասին որ մենք խոսում ենք, ինչի մասին է այսօր ժամանակակից դիսկուրսը, հա, նորարարությունների թեմայով։ Մենք դիտարկեցինք նաև Շուպետերի հայեցակարգը, որը ըստ էության փորձում էր շտկել այն անճշտությունները, այն սխալները, որոնք գոյություն ունեն գործող ժամանակակից տնտեսագիտության զարգացման մոդելի մեջ, որտեղ որ փորձեց համապատասխանեցնել մոդելը եւ իրականությունը, նորարարություն եզրույթը ներառելով մոդելի մեջ։ Մենք կանգ առանք նրա վրա, իրականում, եթե մենք նայենք, թե ինչ դեր է խաղում նորարարությունը տնտեսության մեջ, ապա այդ դերը այդքան պարզ եւ ակնհայտ չի, ինչքան որ բոլորը ներկայացնում։ Որպեսզի մենք արդեն անցնենք նորարարությունների այլընտրանքային հայեցակարգին, այսինքն ոչ օրթոդոքսալ, հա, հայեցակարգը։ Նախ ֆիքսենք հետեւյալը, հա, ոչ օրթոդոքսալ մոտեցումը իր մեջ ներառում է հետեւյալը, այսինքն երկու բան մենք պետք է ֆիքսենք, հասկանանք, որպեսզի շարժվենք առաջ։ Ուրեմն գյուտը ինքը իրանով դեռ նորարարություն չէ։ Պետք է տարբերակել գյուտն ու նորարարությունը։ Հիմնականում դրանք դիտարկվում են որպես հոմանիշներ, ինչը խիստ սխալ է։ Եվ երկրորդը գյուտը դառնում է նորարարություն միայն այն դեպքում, երբ նա փոխում է գործող ստեղծված աշխատանքի բաժանման համակարգը։ Եվ ինչքան զգալի է փոփոխությունը, այդքան նշանակելի է, այդքան զգալի է նաև նորարարությունը։ Այսինքն կապ կա իրենց մեջ, բայց այդ կապը ինքը անմիջական չի, այսինքն գյուտը նորարարություն չէ։ Բայց կարող է դառնալ նորարարություն որոշ պայմանների դեպքում։ Եվ այդ որոշ պայմանների մասին մենք պրինցիպի խոսում ենք, հա։ Այդ որոշ պայմանները դրանք հենց աշխատանքի բաժանման մակարդակն է, ստեղծված մակարդակը, ստեղծված համակարգը։ Այսինքն, եթե մենք ունենք միջնադարյան աշխատանքի բաժանման համակարգ, ապա այսպիսի նորարարություն, հա, ինքը պարզապես տեղ չի զբաղացնում այդ ուրեմն համակարգում։ Եթե մենք ունենք համապատասխան աշխատանքի բաժանման համակարգ, ապա մենք կարող ենք խոսել սրա մասին, հա։ Այսինքն գյուտերը շատ են, բայց դրանց մի մասն է միայն վեր։ Այո, ոչ բոլորն դառնում նորարարություն։ Այո, հենց դրա մասին է խոսքը։ Շատ հաճախ կարելի է լսել հետևյալ դիտողություն, որ քանի որ այս կամ այն տեխնոլոգիան, այս կամ նորարարությունը ինքը տեղ չի գտնում տնտեսության մեջ, ինչ կապ ունի դա փող չի բերում, բերում է թե չի բերում, բայց դա օգուտ է, չէ՞ մարդկության։ Եթե մարդկության ինչ-որ բան օգուտ է, ուրեմն դա պետք է, հա, ավտոմատ պետք է ներդրվի։
Նորից սա մոլորություն է, երբ մարդիկ պարզապես չեն տեսնում տարբերությունը, հա, ինչի մասին է փողային տնտեսություն։ Այդ ապոլոգետիկ վերաբերմունքը, համակրանքը դեպի, հա, կապիտալիզմ դեպի շուկայական տնտեսություն, որ կապիտալիստական տնտեսությունը գոյություն ունի նրա համար, որպեսզի բավարարի մարդկանց։ Փողային տնտեսությունը, կապիտալիստական տնտեսությունը, դա դրա մասին չի, դա փող աշխատելու մասին է, հա։ Դա գլխավոր նպատակը մի կողմից հա վաճառել ապրանքը, մյուս կողմից ինչքան հնարավոր է նվազեցնել վաճառքի հետ կապված ծախսերը։ Եվ եթե մենք այդ տեսանկյունից նայում ենք, ապա պարզ է դառնում, որ այսպիսի բան կարող է ի հայտ գալ, հա, հայտնվի շուկայում որպես նորարարություն, միայն այն դեպքում, եթե նա ապահովում է եկամուտ, հա, ներդրողին։ Եթե ապահովում է եկամուտ, ապա կարելի է խոսալ իր ներդրման մասին։ Եթե չի ապահովում, չի կարելի խոսալ ներդրման մասին եւ այլն, վերջ։ Բայց ներդրողի եւ հետ գնելիության, հա, նորարարությունների գումարի հետ վերադարձի, հա, կամ ոնց որ ասում են, վերադարձլիության մասին մենք խոսենք վերջում։ Հիմա ուղղակի ես ուզում եմ մենք տարանջատենք, հա, նորարարությունները ըստ ոչ օրթոդոքսալ հայեցակարգի։ Հա, շատ լավ։ Այլընտրանքային տեսանկյունի Եթե մենք ընդունում ենք այն երկու կետը, որի մասին խոսեցինք, հա, որ գյուտը նորարարություն չէ, գյուտը դառնում է նորարարություն միակային դեպքում եւ նա փոխում է ստեղծված աշխատանքի բաժանման համակարգը, այդ տեսանկյունից բոլոր ուրեմն նորարարությունները մենք կարող ենք բաժանել 3 տեսակի։ Առաջին տեսակի նորարարությունը դրանք նորարարություններ են, որոնք բարձրացնում են շուկաների միջև այսպես կոչված թողունակության մակարդակը։ Դրանք կոչվում են արագացնող նորություններ, արագացնող, այսինքն արագացնում են հոսքը, ապրանքների ծառայությունը, կա երկու շուկա, հա, քո խնդիրն է վաճառ ապահովել, հա, այդ երկու շուկաների միջև։ Եվ ինչքան դու արագ ես դա անում, այդքան քո շահույթը բարձր է, հա։ Այսինքն այն նորարարությունները, որոնք թողում են քեզ, հա, բարձրացնում են հնարավորություն տալի դու արագացնես այդ process-ը, հա, ինքը շահութաբետ է, հա, ինքը ընդունելի է, եւ ինքը ինտեգրվում է գործող համակարգի մեջ։ Երկրորդ տիպի նորարարությունները, դրանք նորարարություններ են, որոնք նվազեցնում են արտադրության աշխատատարություն, հա, այսպես կոչված աշխատանքը խնայող նորարարություններ։ Այն ամենը, ինչ որ խնայում է աշխատատարությունը, հա, ժամանակը, որը ծախսվում է աշխատանքը կատարելու համար, այդ նորարարությունները ապահովում են նորից մեզ արդյունք։ Եվ երրորդ նորարարությունները, դրանք այսպես կոչված նոր ապրանքատեսակներ, հա, այսինքն ապրանքատեսակներ, որ փոխարինում են ինչ-որ իրենց հին մոդելները, հա, դրանք արի կոչենք փոխարինող նորարարություն։ Այսինքն փոխարինում է, եղել է iPhone 7, հիմա արդեն iPhone 15 կամ չգիտեմ, եղել է կնոպկայով, հա, հեռախոս, հիմա դառել է, ասենք, smart. Իսկ կա այնպեսի նորարարություն, որը օրինակ էս 3-ն է ներառի կամ 2-ը։ Այո, օրինակ հոսքագիծը, այո, բաներ կա, որ օրինակ ամենավառ օրինակը եթե բերեմ, որ այս 3-ը միասին ներառում է, դա ավտոմեքենան։ Ավտոմեքենան փոխեց ընդհանրապես ոչ թե մարդու կյանքը ինչ-որ, հա, ինքը ընդհանրապես փոխեց մեր ապրելակերպը, կարելի ասել։ Որովհետև 3-ն ներառում է։ Եթե նայես, հեռախոս նկատի չունեմ, էլի բջջային այն։ Հա, ընդհանրապես հեռախոսը, նո, որ ֆիզիկապես կարիք չկար ինչ-որ արկետից հասնեն։ Արագացնող, այո, աշխատանք խնայող, այո, հա, կարելի է հեռախոսը դիտարկել, հա։ Դրա տակ։ Օրինակ հիմա կասեն իսկ համակարգիչը, հա։ Կարելի է մտածել համակարգիչ, բայց համակարգիչի մասին մի քիչ ես կարճ ասեմ, հետո մենք կանրադառնանք, հա։ Երբ որ մենք անցնում ենք, հա, ինչ-որ նոր էտապի, հա, ոնց որ զարգացման, հա, օրինակ, չգիտեմ, ասում ենք, ավտոմեքենա, ինչու։ Իսկ ինչ է եղել դրա փոխարինող, հա, ձի, հա, եւ այլն, կարգ։ Պետք է հաշվել, հա, ինչ ենք մենք ստանում, երբ որ ներդրում ենք ավտոմոբիլ, հա, ինչ օգուտներ ենք մենք ստանում, հա, բայց միևնույն ժամանակ, հա, որը հաշվում են օգուտները, հա, օրինակ, ձիուց արագա եւ այլն, բայց մոռանում են, հա, որ դրա հետ կապված կան ծախսեր։ Ինչ ծախսեր ենք մենք անում։ Եթե հաշվում ենք ծախսերը ընդհանուր, այդ ինդուստրիա կազմակերպող ճանապարհներ են պետք, ճանապարհային ոստիկանությունը պետք, շատ ժամանակ դա չեն հաշվում, հաշվում են մենակ ավտոմոբիլի ինքնարժեքը։ Ու причем հաշվում են շուկայական գներով, հա, օրինակ, չգիտեմ, ավտոմոբիլի արժե այսքան։ Որ դա իցա գոյանում, հա, այդ արժեքը, հա։ Եթե մենք շղթայով գնանք, հա, այդ արտադրական շղթայով, մենք կտեսնենք, որ այնտեղ ինչ-որ միտեղ, հա, վերջում, հա, կան օրինակ, չգիտեմ, համալսարաններ, կաֆեդրաներ, որոնք պատրաստում են ինժեներներ, այդ ծախսերն պետք է ներառվի դրա մեջ։ Բնականաբար ինչքան արտադրության մասշտաբը ինչքան մեծ է, այդքան հա ամեն մի միավորի վրա ընկնող ծախսը
նվազումը։ Դա է արդյունքը, այսինքն հետո մենք կարողանում ենք ինչքան հնարավոր է շատ տարածենք նոր տեխնոլոգիան, ինչքան շատ մեծ տեղ ազբաղացնում ընդհանրապես աշխարհում, այդքան նվազում են մեր հատի վրա ընկնող ծախսը։ Այդտենց որ մենք հաշվում ենք, երևի թե այո, ավտոմոբիլը, հա, ինքը ահարելի նորարարություն է։ Համակարգչի հետ կապված elə թողենք այդ խոսակցությունը, վերջում երբ որ հասնենք համապատասխան տեղ, այնտեղ մի հատ կդիտարկենք։ Հա, երրորդը մենք ասացինք, հա, փոխարինող նորարարություն։ Նոր մոդելներ, հա, ինչ-որ նոր տեսականի, պրեստիժ ունեցող ապրանքներ եւ այլն։ Այսինքն պրեստիժը ինքը պարզապես եղել է ոչ պրեստիժ, պրեստիժ։ Հա, նորարարությունը բոլորը ասում են այո։ Մեր համար, հա, տնտեսագետի աչքերով նորարարություն մենք պետք է դիտարկենք այն նորարարությունները, հա, որոնք ապահովում են տնտեսական աճ։ Եթե չեն ապահովում տնտեսական աճ, չկան էլ դա նոր բան լինի, հա, պետք է դիտարկվի որպես նորարարություն։ Գլոբալ տեսանկյունից։ Դա լուծում է ինչ-որ առանձին արտադրողի համար, առանձին ֆիրմայի համար։ Կարող է Օրինակ այդ iPhone-ի օրինակներ, հենց շատ տիպիկ օրինակ է։ Յուրաքանչյուր iPhone-ի նոր մոդելը արդյոք ինքը իսկապես նորարարություն է, թե լուծում է տվյալ ֆիրմայի, չգիտեմ, գոյատևման, տնտեսական գործունեության խնդիր է։ Դիցուկ եթե կա iPhone 10, օրինակ, պայմանական եմ ասում, ինչով է պայմանավորված iPhone 11-ի կարիքը էլի։ Իհարկե, որոնք կարծեմ յուրաքանչյուր տարի թարմացնում են։ Դա մարքեթինգային տեխնոլոգիաներ են, որոնք փորձում են փաստացի դրանով պահպանել շուկան, հա, կամ գրավել նոր սպառողներ։ Եթե մենք համեմատենք iPhone 10-ը, չգիտեմ, որը ինչ-որ հորի հետ, հա, ապա այո, մեծ տարբերություն մենք չենք տեսնում։ Պարզապես այդտեղ շատ ուժեղ է աշխատում PR ակցիաները, գովազդ հասարակ, հա, եւ այլն, դրա հաշվին ընդհանրապես այսօրվա շուկան ժամանակակից ինքը հիմնված է առհասարակ մարքեթինգի PR-ը։ Իսկ եթե մենք դիտարկում ենք, հա, արդյոք դա ինովացիա է, հա, երևի չէ։ Այդպեսի հետաքրքիր օրինակ եմ հիշում, հենց մարքեթինգի մասին, այսինքն գովազդի, թե ինչպես են կարողանում մարդու մոտ պահանջարկ ստեղծեն ինչ-որ ապրանք գնելու, ու չեմ հիշում որտեղ է կարդացել, որ երբ որ հեռուստացույցով գովազդում են նոր հեռուստացույց, որը ավելի վառ գույներ ունի, ու մարդը գնում է այդ նույն հեռուստացույցից, այդ վառ գույներով հեռուստացույցից ձեռք է բերում, ու չի մտածում, որ այդ վառ գույներով հեռուստացույցի գույները ինքը տեսնում էր իր հին հեռուստացույցի էկրանով, այսինքն այդ նույն վառ գույները նույն աջակցությամբ ցույց էր տալիս իր հին հեռուստացույցը, բայց մարքեթինգը այնպես է աշխատում, որ ստիպում է, որպեսզի նա վեր կենա գնախանում ձեռք բերի այդ նոր հեռուստացույցը, որ իրան մեծ հաշվով պետք չէ, որովհետև հինը նույն վառ գույները ապահովում էր։ Պարզապես ես մի բան պետք է ասեմ, քանի որ խոսքը գնաց մարքեթինգից, ես առհասարակ իմ սիրած ոլորտը չի դա, ես այդտեղ չեմ տեսնում գիտական մոտեցման, հա, շատ մեծ տեղ, հա, շատ քիչ բաներ կա, որ կարելի է այնտեղ ինչ-որ ընդհանրացում տեսնել, ինչ-որ բաներ կա, բայց քանի որ տակը հիմք չկա, հա, տեսական, գիտական հիմք չկա, այդ ոնց որ ստացվում է այդ ամեն ինչը, հա, օդի մեջ է, հա, մարդիկ են ինչ-որ բան են տեսնում, փորձում են, հա, այստեղ սնձնոտ, եկեք մի հատ էլ մենք անենք, հա, ինչ-որ ընդհանրացումներ կարելի անել, բայց առհասարակ ընդհանուր առմամբ այդտեղ ավելի շատ արվեստի նման ինչ-որ բան է, հա, կամ կստացվի կա։ Տաղանդ ունես վաճառքի, ես վաճառում ես, տաղանդ չունես չես, ոնց որ դերասանները, ոնց որ երգիչները, ոնց որ չգիտեմ, ֆուտբոլիստները եւ այլն։ Եթե իս մեջ տաղանդ չկա, հա, ֆուտբոլիստի, նույն ինչքան ուզում եք ինձ առաջ տանեք, մեկան այդտեղ ես կանգնեմ, հա, եւ մարքեթինգի դերը ինքը մի քիչ ուղղացված է, ինչ իմաստով։ Տես բոլոր մարքետոլոգները իրանց համար կա մի հատ, ասենց, ինչ ասեմ, դոգմա, հա։ Իրանք ընդունում են փաստը, որ շուկան կա փող, այսինքն սպառողը ունի փող։ Իրանք չեն խորանում այդ փողը որտեղից կա, ինչի կա եւ այլն եւ այլն։ Այսինքն իրենց ստրատեգիաները աշխատում են, եթե սպառողը ունի փող։ Ունի փող, հիմա մենք էլ հարց ենք, ո՞նց անենք այդ փողը իրամոցից քաշենք։ Իսկ երբ որ հարց է տալիս, ինչ ենք անելու, երբ որ շուկան փողը շատ արագ կամ վերանում է, հա, այսինքն սպառողը չունի փող։ Կամ շատ արագ նվազում է, հա, ինչ պետք անել այդ ժամանակ։ Այդ ժամանակ ձեր բոլոր ստրատեգիաները պարզապես գործող չեն։ Իրանք աշխատունակ ստրատեգիաներ չեն, հա։ Եթե մարդը փող չունի, հիմա ինչքան ապրանք ապտի դասավորես, իր աշկերի առաջ լինի, հա, ասես շո բաներ կա, չէ։ Հա, եթե ես փող չունեմ, նույն աշկի առաջ դիր, հետևը դիր, ու մեզ դիր։ Ես չեմ արվում ոչ մեզ, փող չունեմ որ արվում։ Ինչ ենք անում։ Որտեղ արդեն վերջանում է դա բոլոր ստրատեգիաները, դա դոգմա չի որ շուկայում կա փող։ Փողը կարա շատ արագ վերանա, հա, եւ հարց առաջանում, հա, ինչ անել։ Լավ, անցնենք մեր թեմային,
փոքր մանրամասն խոսենք ամեն մի տեսակի մասին, հա, ուրեմն արագացնող նորարարությունները։ Ինչպես ասացի, դա այն նորարարություններն են, որոնք արագացնում են, հա, ուրեմն ապրանքի տեղաշարժը, ասենք ասենք, էժան շուկայից դեպի թանկ շուկա, էժան ու թանկ փակագծերի մեջ, հա, այսինքն ապրանքը միտեղ արժի էժան, ուստեղ դա կարելի է վաճառել ավելի թանկով եւ այդ տարբերության վրա վաստակել։ Շատ ժամանակ այդպիսի նորարարությունը իսկի նորարարությունը չէր համարվում, հա, այսինքն այստեղ հակառակ իրավիճակն է։ Միտեղ մենք ասում ենք բաներ կա, որ բոլորը ենթադրում են նորարարությունը, բայց ինքը իրականում նորարարություն չի։ Այստեղ հակառակը ոչ մեկ չէ դիտարկում, որ կամուրջը, եթե կառուցվում է ինչ-որ գետի վրայով, որը կապում է երկու տնտեսական տարածք, եթե դրանից առաջ պետք է գնային պտտվեին եւ այլն, հիմա շատ արագ, հա, կարող է արևտուր տեղի ունենալ։ Դա այդ իմաստով նորարարություն է։ Նորարարությունը ոչ թե կամուրջը որպես ինքը, որպես իդեա, այլ որպեսզի դա իրագործվում է։ Կոնվեյերային ասենք հոսքագծերը Հենրի Ֆորդի։ Նրանք արագացնող ինովացիան են, այսինքն ժամանակ ծախսել, հա, հիմա դու կանոնացես ամեն ինչը գալիս է։ Կառավարչական ուրեմն տարբեր բաներ կան։ Երբ որ մենք փոխում ենք մեր արտադրության, չգիտեմ, ինչ-որ ձևերը, կառավարումը եւ այլն, եթե լսել ես կան lean production, խնայող արտադրություն եւ այդպես գաղափարներ կա, հիմնականում ճապոնական մենեջմենթից վերցրած, որտեղ որ մեծ դեր էին տալիս այսպես կոչված որակի կառավարմանը, հա, փորձում էին, ու գիտես, չէ, արտադրության ամենախոցելի տեղից մեկը դա բրակն է, արտադրության բրակ։ Եթե դու քչացնում ես բրակի քանակը, հա, դա էժանացնում է քո արտադրանքը, դու շատ քիչ ես կորցնում, հա, հետեւաբար քո արտադրանքը դառնում ավելի էժան, հա, եւ շատ մեծ դեր էին տալի այդպիսի ծրագրերին, որտեղ որ փորձում էին այդպիսով քչացնել բրակը եւ ստանալ ավելի որակյալ եւ մրցունակ արտադրանք։ Արի մոդելավորենք, հա, ինչ որ նոր ասեցի։ Տես, ունենք երկու շուկա, հա, թանկ եւ էժան, հա, սա գներն են։ Շուկաներում տարբեր գներ։ Եթե Q-ն մեր մոտ RF3 ծավալն է, այսինքն այդ ապրանքը, որը մենք ուզում ենք էժան շուկայից տանենք դեպի թանկ շուկա, ապա տարբերությունը գների անգամ ապրանքի քանակ, հա, մեզ տալիս է այսպես կոչված համախառն եկամուտ, կամ շրջանառություն, կամ հասույթ, հա, ինչպես ուզում եք։ Ինչ անում մեր առևտրականը։ Տես, այստեղ կա հիմնարար տարբերություն։ Շատերը չեն դարձնում ուշադրություն սրա վրա, բայց սա շատ կարևոր է։ Ինչով է տարբերվում փողային տնտեսությունում կապիտալիստի դերը եւ սովորական արհեստավորի դերը, որը գործում էր, աշխատում էր միջնադարյան տնտեսությունում։ Երբ ասում ես փողային տնտեսություն, փող եւ այլն, մարդիկ ասում են լավ, փողային տնտեսություն։ Ինչի դրանից առաջ չի եղել փող, հա, հին Հռոմում եղել է փող, Եգիպտոսում եղել է փող։ Իհարկե եղել է փող, բայց այդ փողը այս բանաձևերից երևում է, թե ինչ դեր էր խաղում փողը այն ժամանակ։ Մինչև ինդուստրիալիզացիան, մինչև հեղափոխություն, մինչև կապիտալիզմը։ Փողը կատարում էր զոտ ապրանքի փոխանակման դեր։ Այսինքն ճիշտ են ասում օրթոդոքսները, որոնք այսօր մոդելավորում են տնտեսությունը եւ փողը տնտեսության մեջ։ Ասում են փողը դա վուալ է, ծածկոցը։ Մենք պետք է բացենք, որպեսզի տակը տենանք ապրանքները։ Ապրանքները փոխանակվում են ապրանքներով, ծառայությունով եւ այլն։ Փողը սմասկայի դեր է տանում։ Յուղի դեր է տանում, ասում մեխանիզմը, հա, յուղում այդ process-ը, հա, բարտերային գործակներից վերանալու համար։ Էսա ինչ էր անում արհեստավորը։ Ինքն էր արտադրանք, փոխանակում էր փողով, հա, որպեսզի ինչ անի, որպեսզի գնի, հա, իրան պետքական ապրանքը։ Օրինակ, կոշկակարը վերցնում էր, կարում էր կոշիկները տանում էր շուկան, վաճառում էր փողով եւ գնում էր մածուն, սմետան, հաց եւ այլն, ինչ որ իրան պետք։ Ինչպես է աշխատում կապիտալիստը։ Կապիտալիստը աշխատում է հակառակ բանաձև։ Կապիտալիստը ունի փող, հա, այսինքն ցանկացած արտադրություն կապիտալիստական տնտեսություն սկսվում է փողից։ Տես, ով որ բիզնես է բացում եւ այլն, ինքը չի սկսում փողից, ասում ինձ փող է պետք, ինձ վարկ է պետք եւ այլն։ Փողը վերացնում է ինչ-որ արտադրանքի, ծառայության, ապրանքի։ Բայց միայն պայմանով, եթե ինքը աշխատում է ավելի շատ փող, այս M շտրիխը, հա, M շտրիխից հանածուց այս դելտան, հա, դա կոչվում է հավելարացում։ Սա Մարքսի կապիտալի ուրեմն առաջի հատորն։ Սա Մարքսի բանաձև, կապիտալիզմի աշխատելու բանաձև։ Ինչ տարբերություն կա, սկզբունքային տարբերություն կա այս երկուսի միջև։ Տես, եթե արհեստավորը ուզում է երկու անգամ լավ ապրի, լաջան, ինքը պետք է ինչ, այսինքն երկու անգամ որպեսզի այստեղ շատ ապրանք ծառայությունում, ես պետք է ինչ անեմ։ Երկու անգամ շատ ապրանք արտադրեմ։ Այսինքն երկու անգամ շատ աշխատեմ։ Ճիշտ է։ Հա։ Ինչ է պետք, որպեսզի կապիտալիստը երկու անգամ հարստանա։ Իրան պետք է ինչ։ Իրան պետք է երկու անգամ շատ կապիտալ։ Տես, այստեղ աշխատանքի մասին ընդհանրապես խոսք չկա։
ինքը կարա չաշխատի ընդհանրապես, այստեղ ամեն ինչը որոշում է կապիտալը։ Դրա համար այդ համակարգը կոչվում է կապիտալիզմ, հասկանում, ինքը հիմնված է կապիտալի վրա եւ ամբողջ դերակատարությունը ըստ կապիտալն իրականացնում, հա, այստեղ այդպիսի բան չկա։ Իհարկե, այստեղ էլ կային հարստություններ եւ այլն, բայց իրանք դրու այլ ֆունկցիա են իրականացնում, հա։ Այս մարդը, որպեսի նորից կրկնենք, հա, այս կարևոր պահը, մարդը, որպեսի երկու անգամ հարստանք, պետք է երկու անգամ շատ աշխատի։ Ու պատկերացրեք ոնց կա կոշկակա երկու անգամ շատ աշխատի։ Օրեկան ասենք աշխատում է ամբողջ օրը, ու ապրում է։ Հիմա որպեսզի ինքը երկու անգամ շատ լավ, հա, ապրի, ինքը պետք է երկու անգամ շատ ասենք գիշեր չքա։ Դրա համար միջնադարյան, հա, ժամանակահատվածում մարդկությունը ոնց ապրում էր, հա, 6-րդ դարում, հա, 13-րդ դարում էր նույն ձև ապրում։ Կյանքի մակարդակը շատ ցածր է։ Ի տարբերություն ստեղ, որպեսզի դուք հարստանաք, պարզապես դուք ներգրավում եք գործի մեջ ավելի շատ կապիտալ։ Վերջ։ Վերադառնանք, սա մենք դիտարկեցինք եկամուտը, բայց իհարկե սրա հետ կապված կան ծախսեր, ծախսային մասը նայենք, հա։ Արի դիտարկենք, որ C-ն մեր մոտ, հա, արևտրի հետ կապված ինչ-որ ծախսեր են, այսինքն որպեսզի ես ապրանքը տեղափոխեմ ստերից, ընդ ես կարող եմ ծախսել, օրինակ պահպանության ծախս, ապահովագրության ծախս, չգիտեմ, վարձակալություն է պետք, հա, տրանսպորտային միջոց պետք է ներգրավեմ, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Բնականաբար C-ն էլ ֆունկցիա Q-ից, այսինքն ծավալից, ինչքան մեծ է իմ ծավալը արևտրի, այդքան էլ բնականաբար այս բոլոր ծախսերը աճում են։ Այսպիսով, եթե մենք տարբերությունից, հա, հանենք ծախսերը գնային տարբերությունից եւ կախված թե ինչքան կապիտալ ենք մենք ներդրում, սա կլինի այսպես կոչված զուտ շահույթ։ Էս է շահույթը։ Բայց այստեղ շատ կարևոր բայց կա։ Այս բանաձևը թերի է։ Ինչու՞։ Եվ սա շատ մեծ խնդիր է, երբ որ մենք անդրադառնում ենք բիզնեսին, եթե մենք փորձում ենք տնտեսագիտական տեսության հայացքները տեղափոխենք, հա, բիզնես միջավայր, այսինքն կոպիտ ասած բիզնեսմեններին խորհուրդ տանք, սովորացնենք, օգնենք իրանց աշխատանքի մեջ։ Economics-ը, հա, mainstream-ը, իր մոդելներում չի դիտարկում առևտրական։ Մենք հասկանում ենք, որ իրականության մեջ այս ամեն ինչով զբաղվում է առևտրական։ Առևտրականն է վերցնում ապրանքը էժան շուկայից, տանում է թանկ շուկա եւ այլն, դրա վրա աշխատում է գումար։ Հիմա հարց առաջանում։ Ինչու է սրանով զբաղվում առևտրական։ Ինչու օրինակ ես դու, հա, որ առևտրական չենք, լավ ջան։ Երկրի վարչապետը, նախագահան, ում ինչ միության կոմպոզիտորների միության նախագահ, ասես մարդկանց անուններ տամ, որ ասենք մի քիչ պատկերելի լինի, հա, ինչի մասին եմ ասում։ Ինչու բոլորը չեն զբաղվում, բոլորը տենում են, հա, շուկաների միջև տարբերություն։ Բոլորը տեսնում են, որ ստեղ մի բան էժան է, ստեղ մի բան թանկ է, կարելի է ուրեմն այդ էժանը վերցնել, գալ ուրեմն թանկով վաճառել։ Նախ ժամանակակից տնտեսագիտությունը ինքը անտեսում է առևտուրը որպես շահույթ բերող ոլորտ։ Ըստ ժամանակակից տնտեսագիտության առևտուրը չի կարող երկարաժամկետ հատվածում գոյություն, այսինքն շահույթ ապահովել չի կարող երկարաժամկետ հատվածում։ Ինչու՞։ Որովհետև ասում կա այսպես կոչված, չգիտեցի, մեկ գնի օրենքը, one price law։ Ինչ է ասում այս օրենքը։ Ասում է, օրինակ, մի բաժակ ջուր է, պայմանական, հա, չգիտեմ, Չարբախում արժի 100 դրամ։ Իսկ Հուսային պողոտայում այդ մի բաժակ ջուրը արժի 500 դրամ։ Ինչ է ասում ժամանակակից տնտեսագիտությունը։ Ասում այդպիսի բան չի կարող լինել երկարաժամկետ հատվածում։ Կարճ ժամանակահատվածում կարող է, բայց տեսեք, ասում ինչ է տեղի ունենալու։ Քանի որ մենք տեսնում ենք տարբերությունը, այսինքն նաև տեսնում ենք հնարավորություն փող աշխատելու։ Կարելի է գնալ ուրեմն Չարբախից, գնել ջուրը 100 դրամով եւ բերել Հուսային պողոտա եւ վաճառել 500 դրամով։ Եվ տարբերությունը, հա, դառնա ձեր շահույթ, հանած հարկերը։ Տրանսպորտային ծախսերը չհաշված կամ հաշվի առնելով, հա, դուք ունենաք ինչ-որ շահույթ։ Ինչ կլինի այդ վաղ շուկայում։ Եթե բոլորը սկսեմ, հա, բոլորն են, չէ՞, տեսնում այդ տարբերությունը։ Բոլորը գնացին Չարբախ, առան այդ ջուրը, հա, 100 դրամով եւ գալիս են որպեսի վաճառեն Հուսային պողոտայում 500 դրամով։ Ինչ տեղի կունենա։ Չարբախում ջրի վրա պահանջարկը կբարձրանա, հա, այդպեսով կբարձրացնի իր գինը։ Իսկ Հուսային պողոտայում ջրի առաջարկը կավելանա, ճիշտ է։ Եվ այդպեսով, քանի որ պահանջարկը մնամանա, հա, դե գները կիշտի։ Ու այդ գործողությունը կբերի դրան, որ գները կհավասարվեն, հա, եւ մենք կունենանք մի հատ գին, երկարաժամկետ հատվածում։ Շատ առաջի հայացքից տրամաբանական, հա, կոկիկ ձևակերպումներ են եւ ասել եմ մի անգամ, բայց նորից ասեմ, շատ դժվար է պայքարել շիզոֆրենիայի դեմ, հասկանում ես։ Ես չգիտեմ անգամ ամենադժվար երևի մասնագիտությունն է այդ բժիշկների հետ, որոնք աշխատում են այդպես մարդկանց հետ, որովհետեւ
Ես չգիտեմ ոնց կարելի է մարդկանց մեջից հանել, հա, այդ կեղծ, այդ դոգմատիկ մտածելակերպը, որ միտեղ մենք մի բան կարդացել ենք ու անգամ քննադատության առաջին փորձը դաժե չենք անում, հա։ Մի հատ նայենք իրականության մեջ։ Գրած ընդհանրապես գոյություն ունի, ասենք, բան։ Ինչու տենց, հա, որ դե տենց չի։ Հետո ինչ, շատ բան է գրած գրքի։ Եթե մենք չդիտարկենք ժամանակակից տնտեսագիտությունը, այ նայենք օրինակ սովորական, հա, գիտակցող մարդու կողմից, սա ծանր զառանցանք է։ Ոչ գիտական ֆանտաստիկա է, ասեմ։ Ինչու։ Հարց առաջանում։ Դուք ասում եք առևտրական է, հա, ժամանակակից տնտեսագիտություն։ Ձեր մոդելներում չկա առևտրական։ Ձեր մոտ կան սպառողներ եւ արտադրողներ։ Առևտրական որպես այդպիսի գոյություն չունի։ Բայց եթե գոյություն չունի, ով է սա անում։ Եթե մենք իրանց տրամաբանությունը փորձենք վերլուծել, ստացվում է հետեւյալը։ Առաջանում է գների տարբերությունը երկու շուկայում, չէ՞։ Բայց միջև առաջանալը, հա, առևտրականները նստած են երևի պատվալներում, ես շատ իմանում եմ, underground եսի տեղերում, հա, դե որ իրանք չկան մոդելներում, գոյություն չունեն, հա, ուրեմն։ Նստած են, հա, ամեն մեկը մի մեշոք փողով։ Դե առևտուրը, չէ՞, մեծ ծավալները դիտամես բերեց, այսինքն մեծ փող պետք է ունենաս, չէ՞։ Ես անգամ չեմ էլ հարցնում, հա, որտեղից իրանց փող, հա, դա դու պետք է բացատրես, որտեղից իրանց փող այդքան որ իրանք գնում։ Բայց լավ, դնում եմ մի կողմ, ուրեմն հենց առաջանում են, հա, գների տարբերությունը շուկայում մեջ։ Դուրս են գալիս, հա, գետի տակից երևի, հա, վերսում, վազում են էժան շուկա, ամբողջ ապրանք առնում են, արագի մեջ տեղափոխում են թանկ շուկայում, վաճառում են, հա, հավասարացնում են գները եւ անհետանում են։ Անհետանում են, հա, որովհետեւ չկա մոդելի մեջ ու մարսների վերադառնում ուրուց որ եկել են կամ, չգիտեմ, գրողի ծոստեն կողում, ինչ ասեմ, չգիտեմ, հա, վերանում են, չկա։ Սա նորից ժամանակակից տնտեսագիտություն հնարքներից մեկն է, որոնք ցով իրանք փորձում են ծածկադմփոց անել խնդիրները։ Մուրադ ջան, գիտական մոտեցումը պահանջում է հետևել։ Կամ դու աշխատում ես մոդելի մեջ, հա, այսինքն մոդելային իրավիճակը եւ բոլոր քո եզրանները անում ես հելնելով մոդելից։ Կամ դու աշխատում ես իրականության մեջ, հա, եւ բոլոր քո եզրանումը անում ես հելնելով գիտում։ Չի կարելի անընդհատ թռվել ստեղ ու ստեղ այսպես բաները։ Ինչ են անում ենք, վերցնում են մոդելը, տենում են մեջ առևտրական չկա։ Հա, իրանց մոդելներում։ Լուսամուտից նայում են, տենում են ամեն կա սուպերմարկետ, չէ՞, դասական առևտրական։ Կա, չէ՞, ինքը գոյություն, սուպերմարկետ ինքը օր մեջ է աշխատում, դե մի 2 ժամ, ըստ ձեզ։ Հա, գները հավասարացած ու փակված գնացնում, չէ, ինքը միշտ աշխատում է, 24 ժամ էլ է աշխատում։ Կա, չէ՞, իրականության մեջ։ Հիմա ինչ անենք այդ իրականության հետ, որ խցկենք իրականությունը մեր մոդելի մեջ։ Ստեղծում են, հորինում են, հա, առևտրական, հա, մտցնում են մոդելի մեջ, հարցերը փակում են, հա, ու նորից շփրտում են դուրս։ Ասած անընդհատ։ Ու սա կոչվում է գիտություն։ Ու ոչ մեկի մոտ հարց չի առաջանում, ես ինչ գիտություն եմ։ Ոնց կարելի, սա է գիտություն։ Սա պրոստը շարունակալություն է, սա այն բաներն է, էլ մետրոներում ու վокзалներում են նապերստաշիններ կա, որ հավաքում են նապերստը խաղ, չէ՞, որ շարիկը որ տանում է բերում, չէ՞։ Այդ դրանցից է, հա, ակնհայտորեն խափում են մարդկանց։ Հնարքներ անելով քաղաքացիներին խափում են այս մարդկանց։ Ու սա շարունակվում է, քանի օրինակ եք մենք արդեն դիտարկել այդ խափեությամբ։ Սա եւս մի այդպիսի ուրեմն օրինակ վերցնենք շո բանջարեղենը նայենք օրինակ Արմավիրի մարզում որտեղ որ բանջարեղենը գյուղացիները աճեցնում են, հա, անդեի գները ու նայի օրինակ Հուսեին Պողոտայի ինչ որ խանութի պոմիդորի, հա, լոլիկի գինը։ Ինչքանով ենք Օրինակ պետությունների մասշտաբով էլ չէ կարելի։ Վերցնենք մեր քաղաքը, հա, չգնենք, լավ, այնտեղ կասեն դե լոգիստիկա բան եւ այլն։ Արի վերցնենք մեր քաղաքը, մեր երկու մարզը, Արմավիրն ու Երևանը։ Ինչքան է կիլոյի տարբերությունը։ Ըստ ժամանակակից տնտեսագիտությունը տարբերությունը կազմում տրանսպորտային ծախսերը։ Եթե 5 անգամ տարբերվում է, 100 դրամ, աստե 500։ Ոնց կարան դա լինեն տրանսպորտային ծախսեր։ Չկա պատասխան պարզապես, հա։ Իսկ պատասխան ինչու՞ն է կայանում։ Ինչու կա այդ տարբերությունը։ Ըստ քեզ բոլոր։ Երևի ծախսերի հետ է կապված, հա, այդ ապրանքի արտադրության ծախսերի։ Չէ, լոլիկ ստանալու ծախսերի։ Հենց լոլիկ ստանալու ծախսերի հետ չի կապված։ Հա, որտեղ լոլիկ ստանալու ծախսերը ներառված է գյուղացու ինքնարժեքի մեջ, այդ 100 դրամի մեջ։ Հա։ Գալիս է սուպերմարկետում վաճառվում է 500 դրամով, հայ 400 դրամը դա ի՞նչ է։ Լավ, ինչ որ մասը շահույթի բանով է երևի պայմանավորված։ Հա, չէ, հարցը գիտես ինչու՞մն է։ Ինչու ես ու դու հաստատ նստած ենք հիմա փոխանակ գնանք Արմավիրից։ Հիմա ի՞նչ է։ Բրծավ հայ եւ լոլիկը, չգիտեմ ինչ է, կարալյոկ է հիմա։ Գրանք կարալյոկ վերցնենք Հուսեին Պողոտայով վաճառենք։ Ինչի՞ մենք դա չենք անում։
Ռադիկալացնեմ մեր օրինակը, որ sense вообще շատ պարզ ձևով օրինակ պատասխանեք, ասեք մենք առևտրական չենք։ Չէ, լավ, ինչու մենք առևտրական չենք։ Օրինակ լավ sense ասեմ, sense բան ասեմ, որ դու sense որ միանգամից պարզ ինչ եմ ասում։ Օրինակ եթե առաջի դեմքը, ինչի դա դրանով չի զբաղվում։ Վերևի իրան պետք է հարցնենք։ Չէ, ըստ քեզ։ Լավ, իմաստունը եթե առաջի դեմքին զբաղվել դրանով։ Եթե ենք ուզում շահույթ ստանա, լավ ինչ բան ասեմ, որովհետեւ հասկանաս ու եմ ես տանում։ Օրինակ, չգիտեմ, վերստենք Հայաստանում օրինակ սուպեր տոնց IT-շնիկ կա, որ օրինակ ինքը $50,000 ասենք Amazon-ի համար ծրագրեր է գնում։ Ինքը խի չի անում, ինչի չի զբաղվում դրանով։ Որովհետև այդ Amazon-ի համար ծրագիր գրելով ավելի շատ գումար է աշխատում։ Այո, որովհետև եթե ես անում եմ մի բան, հա, ես չեմ կարա, չէ, 8 բան միանգամից անեմ, չէ, մեր ժամանակը, հա, սահմանափակ է, հա։ Ինչ իմաստով, եթե ես անում եմ մի գործ, ես միաժամանակ չեմ կարող անել նույն ուրիշ գործ, չէ։ Եթե ես զբաղվում եմ Արմավիրից, որում Երևան պամիդոր վաճառելով, հա, ես չեմ կարող նստեմ Amazon-ի համար ծրագիր գրեմ, ճիշտ է։ Ես այդտեղ էականը ոչ թե ինչքան է տարբերությունը Արմավիր, հայ 400 դրամ, հա, այլ էականը թե ես ինչքան եմ կորցնում, հա, եթե ես ունենք տարապ մարդ լինեի, հա, գործազուրկ մարդ լինեի, ես կզբաղվեի, չէ։ Բայց քանի որ ես զբաղված մարդ եմ շատ լուրջ, հա, աշխատանքով եմ զբաղվում։ Իմ ամեն այլ տեղ զբաղեցած ժամանակ, հա, կորցնում եմ, ես պետք է հաշվում ինչքան եմ ես կորցնում, ճիշտ է։ Որպեսզի ես ինչ-որ մի բան ձեռք բերեմ, ես ինչ-որ մի բանից պետք է հրաժարվեմ։ Եվ երբ որ ես որոշում եմ կայացնում, ձեռք բերեմ թե չէ, հա, ես միշտ համեմատում եմ այլընտրանքներ։ Եթե ես սրանով զբաղվում եմ, ես ինչ եմ կորցնում։ Եթե ես կորցնում եմ ավելի շատ, քան զբաղվում եմ դրանով, հա, ապա ես չեմ անում դա։ Դրա համար ես, դու, հա, եթե մենք ունենք զբաղվածություն ինչ-որ ոլորտում, հա, մենք չենք դիտարկում, հա, դրա հետ կապված, հա, ինչ շատ, հա, եթե ինչ-որ սուպեր շահույթներ 1 միլիոնով վաճառես, կարող է մենք մտածենք։ Մենք տեսնենք, որ մեր մոտ մենք դեռքան փող չենք առնում, այսինքն մեր կորցրածը ընդեյով մենք կարող ենք փակենք, հա։ Ես ապշած եմ պարզապես, քանի որ միկրոտնտեսագիտության մեջ, հա, ժամանակակից, հա, էկոնոմիկսի մեջ։ Այդ գաղափարի մասին ասվում է, բայց ինչու դա չի կիրառվում, հա, երբ որ խոսվում է, հա, առևտրի եւ բանի մասին, ես չեմ հասկանում։ Դրա մասին խոսվում է, դա կոչվում է այլընտրանքային արժեք, հա։ Դա երևի ամենակարևոր գաղափարն է, որ կա միկրոտնտեսագիտության մեջ ժամանակակից, հա։ Օրինակ բիզնեսմենի համար դա ամենակարևոր երևի միակ կոնցեպտն է միկրոտնտեսագիտության, միակ օգտակար։ Մնացածը կարելի չի իմանալ։ Առևտրականները չէ մասնագիտություն, դա էլ աշխատանքի բաժանման գործոն։ Երբ որ մարդը տեսնում է, հա, որ հնարավոր է դրա վրա աշխատել, հա, ինքը մասնագիտանում է, վերցնում է դրան համապատասխան կապիտալներ, հա, չէ որ 1 կիլոյի համար չես գնահատես, չէ, բարձր է որ այնտեղ պետք է մեծ գումարներ ներդրել։ Հա, մեծ գումարները ներդրում ես, հա, դա դառնում է իր աշխատանքային կապիտալ։ Հա, եւ այդ տարբերությամբ եւ մյուս մարդիկ չեն զբաղվում դրանով զուտ ոչ թե նրա համար որ դա շահութաբեր չի եւ այլն։ Այդ պարզապես իրանց այլընտրանքային արժեքը ավելի բարձր է, քան ուրեմն տեղից ստացած եկամուտ։ Ես մի օրինակ բերեմ, բայց ես օրինակ կուզենայի ասել, ես դեպքեր գիտեմ, որ մարդիկ համատեղում են ու շատ լավ հաջող համատեղում։ Ճիշտ է, Վլադ ջան, շատ մարդիկ օրինակ են բերում, մի ավտոմեքենա ներկրել է, այնպեսի զբաղվում կա, առևտուր է, որ մարդիկ հիմնական աշխատանքի հետ դա համատեղում է, այսինքն ունի գործ, ստանում է աշխատավարձ, գուցե բարձր աշխատավարձ, բայց նաև ոնց որ ասում են ժողովրդական լեզվով ասած ձեռք է ետել ավտոմեքենա բերում ավելի էժան շուկայից, վնասված ավտոմեքենա ավելի թանկով վաճառում։ Այո, դա ինչի ցուցանիշ է։ Այ դու ասացիր ունի աշխատանք։ Հավելյալ գումար աշխատելու, չէ, դա ցածր աշխատանքի բաժանման մակարդակի ցուցանիշ է։ Այսինքն, եթե դու քեզ փորձում ես ամեն ինչով ապահովել, հա, դա նշանակում է այդ որ դու ասացիր ինքը ինչ-որ միտեղ աշխատում։ Այսինքն, այդ դեպքում բարձր աշխատանքի բաժանում ունեցող, ցուցանիշ ունեցող երկրներում որևէ այլ աշխատանք համատեղելը գրեթե բացառվում է։ Հարցու ամերիկացիներն կամ ֆրանսիացիներն, բացի իրանց աշխատանքից իրանք ինչ են անում։ Ոչ մի բան։ Իրանք սկի իրանց աշխատանքի հետ չեն կարող համել, իրանք իրանց ընտանիքը չեն տեսնում նորմալ։ Իրանք ամեն ինչի պատրաստ են քիչ աշխատեն, հա, այսօր օրինակ Եվրոպայում ես լսել եմ Հոլանդիայում անդադ քննարկվում է օրենք, որ կչացնել աշխատանքի ժամերը։ Մարդիկ պարզապես ուզում են զրկվել, հա, լրացուցիչ եկամուտից, ասում են, բայց ես թող ընտանիքիս հետ եւ այլն, գնամ ճանապարհ տեմ եւ այլն եւ այլն։ Երեխեքի հետ զբաղվեմ, գնամ իրանց հետ ման գամ եւ այլն, ֆուտբոլ խաղամ։ Լավ, ուրեմն եթե ես օրինակ դերեմ, ես մեկից ավել աշխատանք անելը, դա ոչ թե, չգիտեմ, աշխատասիրության կամ հավելյալ գումար աշխատելու մոտիվով է բացատրվում, այլ աղքատության կամ աշխատանքի բաժանման ցածր։ Դա ես չեմ ասում բացարձակ այդպես է։
Բայց այդ տենդենսը, եթե գոյություն ունի, դա ցույց է տալի այդ երկրում դու չես կարողանում մասնագիտանալ այնպես, որպեսզի այդ մասնագիտացումը քեզ բավարարի, այնքան որ դու չմտածես ուրիշ, եթե դու մտածում ես այլ աղբյուրների մասին, ուրեմն քո աշխատում խնդիր կա։ Դու չես կարող աճես այդ աշխատանքի մեջ։ Դու տեսնում ես, որ դու հասել ես ինչ-որ պատալոկի ու հետագան ոչ եկամուտ ոչ բարձրանում է ոչ բան ու դու ստիպված եթե ուզում ես ավելի եթե ժամանակը ներում է դու սկսում ես զբաղվել ինչ-որ բան շատ մարդիկ ես գիտեմ դու եք աշխատանքից հետո մեր մոտ տաքսի են վարում դա հաստատ չգիտեմ բանկի կառավարիչը չի դա երևի թե IT-շնիկը չի դրանք մարդիկ են որոնք ինչ-որ միտեղ աշխատում են բայց իրաց չի բավարարում աշխատանքի եկամուտը բայց ինքը չի կարող աճի սկսում է փնտրել հա այլ եկամուտ